Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ այսօրվա երկրորդ հանդիպումն է մեզ մոտ մեկնարկում եւ միմյանց հետ մրցում են առաջատար Յուվենտուսը եւ մի փոքր անկայուն խաղ ցուցաբերող Արցախը հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ այս խաղում տեսնում ենք, որ խաղը մեկնարկեց Հիմա արագ ներկայացնեմ հիմնական հայտարարությունները թիմերի Յուվենտուսի դարպասը պաշտպանում է համար 1 Սերգեյ Եսայանը, համար 4 Արթուր Զաքարյան, համար 5 Արամ Մակարյան, համար 6 Նարեկ Մարտիրոսյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 10 Արթուր Աճեմյան, համար 21 Տիգրան Խաչատրյան, համար 55 Սերգեյ Ղազարյան Արցախի դարպասը պաշտպանում է համար 66 Էդգար Մաղաքյանը, համար 7 Արգամ Հարությունյան, համար 10 Արմեն Խաչիկյան, համար 11 Ժիրայր Անտոնյան, համար 15 Կարապետ Թաշյան, համար 18 Հովանես Վարդանյան, համար 77 Արշակ Գևորգյան, համար 88 Ալեքսանդր Սարգսյան եւ համար 90 Արմեն Ազատյան Տեսնում ենք, որ Արամ Մակարյանն է գնդակով, փորձում են Յուվենտուսի ֆուտբոլիստները մանր խաղարկումներով շարժվել առաջ եւ իրենց առաջին գրոհը այս խաղի իրականացնեն Գերվստահ մրցաշար են անցկացնում Յուվենտուսի տղաները այս պահին անպարտելի են այս մրցաշրջանում 14 խաղից հետո 14 հաղթանակ են գրանցել 42 միավորով միանձնա գլխավորում են առաջին հորիզոնականը 5 միավոր ետ են նրանցից Լեռնային Արցախի ֆուտբոլիստները բայց այս Յուվենտուսին դեռ դժվար է հասնելը իսկ Արցախն է 11 հանդիպում է անցկացրել 13 միավորով 13-րդ հորիզոնականում է այս պահին այս արդյունքով նրանք փոքր լիգայի փլեյոֆի մասնակից են դեռ բայց նրանք շատ հանդիպումներ ունեն անցկացնելու որովհետև լիքը հանդիպումներ են բաց թողել այս մրցաշարում Տեսնում ենք, որ Մանվել Այվազյանն է այսօր բացակայում իր թիմից հիմա վտանգավոր է կարող էին այստեղ սխալվեց Արթուր Աճեմյանը դաշտի կենտրոնում կարող էին պատժվել, բայց ի վերջո կարողացան հիմա էլ այստեղ տեսնում ենք հարված չստացվեց Արշակ Գևորգյանի կողմից Իրենց թիմի լավագույն ռմբարկուն է բացակայում այսօր Յուվենտուսի կազմից Մանվել Այվազյանը շատ լավ մարզավիճակում է գտնվում գեղեցիկ մրցաշար է անցկացնում առանցքային ֆուտբոլիստ է Յուվենտուսի կազմում Մանվել Այվազյանը Հիմա տեսնում ենք դեռ հանգիստ են գործում թիմերը Յուվենտուսի մոտ է գնդակը հիմնականը լինում Շարժվեցին առաջ, բայց այստեղ է լավ պաշտպանվեց Հովանես Վարդանյանը Այստեղ էլ Արամ Մակարյանն հիմա լավ գործում, բայց արագ է պետք այստեղ փոխանցում կատարել, ի վերջո Աճեմյանի հետ է խաղարկում Այստեղ կորսեց գնդակը Դավիթ Մարտիրոսյանը և ի վերջո գնդակը անցնում է Արցախի ֆուտբոլիստերին 4
4 րոպե է մեկնարկել հանդիպումը, դեռ չենք տեսել Արցախին գնդակով, այնտեղ սկզբում եզրային նետում վաստակեցին, բայց հարվածը չստացվեց Արշակ Գևորգյանի, այդքանը նրանց մոտ, բայց նորից տեսնում ենք, որ Յուվենտուսը շատ արագ հետ վերադարձեց գնդակը։ Այստեղ խաղարկեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները, բայց կորցրեցին նրանք գնդակը։ Հիմա տեսնենք Արցախի տղաները ինչ կանեն, բայց այստեղ երկար փոխանցում է կատարում Արցախի ֆուտբոլիստը եւ նորից անցնում է գնդակը Յուվենտուսին։ Տիգրան Խաչատրյանն է գնդակով։ Այսօր նա է պաշտպանությունում լինելու Արամ Մակարյանի հետ։ Խլեցին Արցախի ֆուտբոլիստները, բայց այստեղ լավ գործեց Դավիթ Մարտիրոսյանը։ Այստեղ տեսնում ենք, որ փոխանցում կատարեց Արցախի ֆուտբոլիստը, բայց այնտեղ հասցեատեր չունեցավ այդ փոխանցումը։ Նորից վերցրեցին գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ հանգիստ իրենց գրոհն են փորձում կազմակերպել։ Արամ Մակարյանը այստեղ պրեսինգ են ենթարկում Արցախի ֆուտբոլիստները Արթուր Զաքարյանին եւ ի վերջո կարողացան եզրային նետում կորզել։ Հիմա տեսնենք ինչ կստացվի Արցախի ֆուտբոլիստների մոտ, Արշակ Գևորգյան թողնում է թիմակցին եւ փոխանցում հեռացված է գնդակը։ Այստեղ Նարեկ Մարտիրոսյանը չկարողացավ հասնել գնդակին, բայց կարողացավ եզրային նետում վաստակել Նարեկ Մարտիրոսյանը։ Հիմա հարված տեսանք այստեղ Արթուր Աճեմյանի կողմից, բայց Էդգար Մաղաքյանը փրկեց իր թիմին, հիմա էլ տեսնում ենք Արցախն է գրոհում, բայց այստեղ էլ հեռացրեցին գնդակը հիմա Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Սերգեյ Ղազարյանն է հիմա գնդակով հետ փոխանցեց նորից Աճեմյանին։ Տեսանք առաջին հարվածը Յուվենտուսի կողմից այս խաղում շատ վտանգավոր էր այստեղ Արթուր Աճեմյանի փոխանցումը։ Շարունակում են նորից մնալ գնդակը Յուվենտուսին։ Այստեղ լավ ազատվեց հիմա Յուվենտուսի ֆուտբոլիստը, այնտեղ Դավիթ Մարտիրոսյան, Տիգրան Խաչատրյանի ներողություն փոխանցումը չստացվեց, բայց նորից մնում են Յուվենտուսի ֆուտբոլիստները գնդակով։ Այստեղ հեռացրեցին ուղակի գնդակը Արցախի ֆուտբոլիստները, բայց կարողացան պահել իրենց մոտ եւ շարժվում են առաջ։ Այստեղ էլ կորցրեց Ալեքսանդր Սարգսյանը գնդակը։ Նորից տեսնում ենք խաղարկումներ են իրականացնում Յուվենտուսի ֆուտբոլիստները, շարժում են առաջ մանր խաղարկումներով։ Արթուր Զաքարյանը պայծ գնդակը այստեղ շատ են Արթուր Աճեմյանի հետ խաղարկում գնդակը, նա իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից է այս մրցաշրջանում եւ նրա դերն էլ շատ կարեւոր է իր թիմի խաղերում։ Նորից Աճեմյանին են փոխանցում անընդհատ եւ հետ ու առաջ են փոխանցում հիմա Արթուր Աճեմյանի կողմից, բայց ուժեղ ստացվեց նրա փոխանցումը։ Չստացվեց թիմերի մոտ
արդյունքի հասնել եւ հանդիպան հաշիվը բացել։ Հիմա տեսնենք հանդիպան մյուս ժամանակ ինչ կանեն։ Հիմա լավն էր այստեղ հնարքը Յուվենտուսի ֆուտբոլիստի։ Տեսնենք հիմա ինչ կանի, փոխանցեց, բայց հեռացված է գնդակը։ Այստեղ էլ Արգամ Հարությունյանն է սխալվում, բայց ի վերջո կարողացավ եզրային նետում վաստակել Արգամ Հարությունյանը։ Երկար փոխանցում տեսանք դեպի Արշակ Գևորգյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը եւ նորից Յուվենտուսն է լինելու գնդակով։ Չեն կարողանում գնդակը պահել իրենց մոտ Արցախի ֆուտբոլիստները։ Շտապողականությունն է նկատվում նրանց խաղարկումներում։ Այստեղ նորից լավն են խաղարկումները Յուվենտուսի ֆուտբոլիստների, Արթուր Աճեմյան, տեսնենք ինչ կանի, շարժվում է առաջ, փոխանցեց ի վերջո Յուվենտուսի ֆուտբոլիստին եւ բարձր է հարվածում այստեղ հիմա Սերգեյ Ղազարյանը։ Երկար փոխանցում Մաղաքյանի կողմից, պահեց գնդակ այստեղ Ալեքսանդր Սարգսյանը, Արշակ Գևորգյանի հետ է խաղարկում, տեսնենք, բայց լավ գործեց այստեղ Դավիթ Մարտիրոսյանը եւ հիմա էլ շարժում են առաջ Յուվենտուսի ֆուտբոլիստները, շատ լավ այստեղ տեսան հիմա Սերգեյ Ղազարյանին հարված եւ հիմա փրկվեց ուղղակի այստեղ Արցախը Էդգար Մաղաքյանը մատների ծայրով հանեց այս գնդակը, շատ լավ հարված կատարեց Սերգեյ Ղազարյանը, բայց չստացվեց արդյունքի հասնել։ Նորից խաղարկում են կատարում այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստները, տեսնենք ինչ կստացվի նրանց մոտ, նորից Արամ Մակարյանն է գնդակով, այնտեղ ձախ եզրում է հիմա էլ հայտնվել Արթուր Աճեմյանը, տեսնենք փոխանցում հիանալի եւ վտանգավոր էր այստեղ, չհասավ այս գնդակին Սերգեյ Ղազարյանը, բայց լավ էր նկատել, տեսնում ենք այս իրավիճակում Արթուր Աճեմյանը, թիմակցին։ Հիմա շարժվում են առաջ Արցախի ֆուտբոլիստները, տեսնենք հարված եւ փրկվում է հիմա Յուվենտուսը։ Այստեղ առաջին վտանգավոր հարվածը տեսանք Արցախի ֆուտբոլիստների կատարմամբ։ Առաջի խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ, դեռ հաշիվը բացված չէ։ Շատ զգույշ պայքար է ընթանում դաշտում։
Այստեղ է լավ պաշտպանվեց հիմա Արգամ Հարությունյանը, Արմեն Ազատյանից է խլեցին գնդակը, հարակ այնտեղ ուշացեց փոխանցում կատարել Արմեն Ազատյանը և նորից վերադարձեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները գնդակը, Սերգեյ Ղազարյանը հիմա ձախ շարժվել, տեղափոխվել, Արթուր Աճեմյանի հետ է խաղարկում։ Պահեցին ի վերջո Յուվենտուսի ֆուտբոլիստները այստեղ գնդակը, տեսնենք արված և փրկեց այստեղ իր թիմին Տիգրան Ոսկանյանը, ներողություն հեռացված է հիմա էլ գնդակը, շատ վտանգավոր է այնտեղ Դավիթ Մարտիրոսյանի հարվածը, բայց նորից Յուվենտուսը խլեց գնդակը, Արթուր Զաքարյան հետ վերադարձեց, հիմա էլ հարված, բայց այստեղ Ալեքսանդր Սարգսյանն է փակում այս հարվածի ճանապարհը։ Նորից հարված փակեցին այս հարվածի ճանապարհը, այնտեղ հարված կատարեց Տիգրան Խաչատրյանը, հիմա տեսնենք հակագրող կարող են իրականացնել ոչ։ Այստեղ չստացվեց հակագրող Արցախի ֆուտբոլիստների կողմից։ Եվ նորից գնդակը Յուվենտուսինն է մեծ առավելություն ունեն գնդակը տիրելու տոկոսային հարաբերակցությամբ Յուվենտուսի ֆուտբոլիստները շատ քիչ է մնում գնդակը Արցախի ֆուտբոլիստների մոտ։ Տեսնենք հիմա Արամ Մակարյան գեղեցիկ անցում այստեղ կատարեց։ Տեսնենք հիմա ինչ կատարի Արթուր Զաքարյանին ի վերջո փոխանցեց։ Հիմա էլ տեղափոխեցին գնդակը մյուս եզր, Արթուր Աճեմյանն է այստեղ գնդակով։ Բայց կորցրեց գնդակը և հիմա կարող ենք հակագրով տեսնել Արշակ Գևորգյան 2-1-ի դիմաց, տեսնենք փոխանցում և հետ է փոխանցում այստեղ Ազատյանը, լավն էր խաղարկումը, հարված կարող ենք կատարել, բայց շեղ է հարվածում այստեղ Արգամ Հարությունյանը, լավն էր այստեղ հակագրող Արցախի ֆուտբոլիստների, բայց ի վերջո արդյունք չստվեց նրանց։ Տեսնում ենք, որ վատը չեն հակագրողները այսօր Արցախի ֆուտբոլիստների, նրանք երկրորդ համարով են աշխատում, այս հզոր Յուվենտուսի դեմ դժվար է գնդակ պահելը և ինչ-որ երկար գրողների շարք անցկացնելը, այս պահին դեռ նրանց մոտ չի ստացվում, բայց հակագրողները նրանց վատը չեն։ Սերգեյ Ղազարյանն է գնդակով, այնտեղ թիմակից է փնտրում, ի վերջո Արամ Մակարյանի հետ է խաղարկում և հիմա հարված տեսանք այստեղ էլ հեռացնում է գնդակը Արցախի ֆուտբոլիստը։ Արմեն Խաչիկյանն էր հեռացնողը և այնտեղ էլ հեռար հարված տեսանք, բայց բարձր հարվածեց Յուվենտուսի ֆուտբոլիստը։ Շարժվում են առաջ Արցախի ֆուտբոլիստները, Ալեքսանդր Սարգսյան խլեցին գնդակը նրա հետ պայքարում, բայց այստեղ խաղի կանոնները խախտեց Ալեքսանդր Սարգսյանը Արթուր Զաքարյանի հետ պայքարում։ Հիմա հեռար հարված նորից տեսանք Յուվենտուսի ֆուտբոլիստի կողմից, բայց այստեղ Տիգրան Ոսկանյանը իր վրա վերցրեց այս հարվածը, Արմեն Խաչիկյանն է հիմա գնդակով։ Մի փոքր տեսնում ենք, որ ակտիվացան Արցախի ֆուտբոլիստները, երկար են նրանք մնում գնդակով, բայց նորից խլեցին գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները։
Այստեղ թեժ պայքար է, հիմա տեսնում ենք դաշտի կենտրոնում, բայց Արշակ Գևորգյանի մոտ է, հիմա գնդակը շարժվում է առաջ, տեսնենք փոխանցում պետք է կատարել, ի վերջո կատարեց թիմակցին փոխանցումը, այստեղ է լավ պաշտպանվեց Դավիթ Մարտիրոսյանը և Արթուր Զաքարյանի հետ խաղարկեց, հիմա էլ հեռացրեց դարպասապա Յուվենտուսի, շատ վտանգավոր կարող է լինել հարված և փրկում է իր թիմին Սերգեյ Եսայանը Ալեքսանդր Սարգսյանի հարվածից հետո տեսնում ենք, որ մի փոքր ստացվում է Արցախի մոտ պայքարել այստեղ Տիգրան Ոսկանյանը ուղղակի հեռացրեց գնդակը և կարծես թե անկյունային են վաստակել Յուվենտուսի ֆուտբոլիստները Հիմա խաղարկեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները այստեղ իրենց ստանդարտը, բայց եզրային նետում են վաստակել ի վերջ Հիմա այստեղ մաքուր է խաղացել, տեսնում ենք Ալեքսանդր Սարգսյանը և նետվում են գրոյի Արցախի ֆուտբոլիստները, բայց այս փոխանցումը չստացվեց և նորից Յուվենտուսը տիրելու է գնդակին Մի քանի րոպե է ընդամենը այս խաղակեսի ավարտին, տեսնում ենք դեռ 0-ներ են հյուսատախտակին, հետաքրքիր հանդիպում է ընթանում, տեսնենք այսօր կկարողանա այս զորեղ Յուվենտուսի դեմ պայքարում Արցախը միավորներ խլել առաջատարից, դեռ անպարտելի է նշեմ Յուվենտուսը ոչ մի պարտություն չունի, բոլոր խաղերում հաղթանակ են տոնել Յուվենտուսի տղաները Հիմա էլ այստեղ նետվեց գրոյի Արգամ Հարությունյանը, բայց չստացվեց նրա մոտ Հիմա էլ շեղ հարվածեց այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստը և գնդակը Արցախինն է լինելու Այստեղ լավ պայքարեց Արցախի ֆուտբոլիստը և կարողացավ հիմա փոխանցում էր կատարում թիմակցին, բայց այստեղ գնդակը վերցրեց Յուվենտուսի դարպասապա, այստեղ էլ թեժ պայքար և Արգամ Հարությունյանն հիմա խլում գնդակը Արշակ Գևորգյան, տեսնենք այնտեղ ազատ է Արմեն Ազատյանը և փոխանցում էր պահանջում և վերջ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, դեռ հանդիպան հաշիվը բացված չէ, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։
Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ այս պահին 0-ներ են մեզ մոտ հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց Արցախի ֆուտբոլիստները տեսնում ենք, որ լավ էին գործում Յուվենտուսի հետ պայքարում, կարողացան այս պահին անառիկ պահել իրենց դարպասը, հիմա տեսնենք այս խաղակեսում ինչ կառաջարկեն թիմերը միմյանց, հետաքրքիր երկրորդ խաղակեսը ինձ թվում է լինելու, որովհետև դեռ 0-0 է հաշիվը, կարող են առաջանցնել, հիմա վտանգավոր էր այստեղ Արթուր Զաքարյանի փոխանցումը, բայց հետ ընթացավ այս գնդակը, այստեղ էլ փոխանցումը ուժեղ ստացվեց Արամ Մակարյանի Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Յուվենտուսի դարպասը պաշտպանում է համար 1 Սերգեյ Եսայանը, համար 4 Արթուր Զաքարյան, համար 5 Արամ Մակարյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 10 Արթուր Աճեմյան, համար 6 Նարեկ Մարտիրոսյան, համար 55 Սերգեյ Ղազարյան, համար 21 Տիգրան Խաչատրյան եւ համար 88 Նարեկ Մարտիրոսյան։ Արցախի դարպասը պաշտպանում է համար 66 Տիգրան Ոսկանյանը, համար 7 Արգամ Հարությունյան, համար 10 Արմեն Խաչիկյան, համար 11 Ժիրայր Անտոնյան, համար 15 Կարապետ Թաշյան, համար 18 Հովանես Վարդանյան, համար 77 Արշակ Գևորգյան, համար 88 Ալեքսանդր Սարգսյան եւ համար 90 Արմեն Ազատյան։ Տեսնում ենք, որ նորից Յուվենտուսի տղաների մոտ է գնդակը, նորից նետվել են առաջ, փորձում են արագ հանդիպան հաշիվը բացեն, այստեղ էլ հեռար հարված կատարեց Տիգրան Խաչատրյանը, բայց բարձր ընթացավ նրա հարվածը։ Տեսնում ենք, որ հետաքրքիր հանդիպում է ընթանում, փոխ տեսնում ենք թիմերի մոտ է գնդակը լինում, հիմա էլ Արցախի տղաներն են գրող կազմակերպել, բայց լավ գործեց այստեղ տեսնում ենք Յուվենտուսի պաշտպանը եւ կարողացավ ի վերջո իր թիմի մոտ պահել գնդակը։ Այստեղ էլ հեռացված է գնդակը, Կարապետ Թաշյանն է, ոչ Արմեն Խաչիկյանը լավ գործեց եւ այստեղ էլ տեսնում ենք դեղին քարտ ստացավ կարծես թե Արցախի ֆուտբոլիստը Հիմա տեսանք այստեղ հարված տեղի ունեցավ, բայց Տիգրան Ոսկանյանը վերցրեց գնդակը։ Մել գրում են Արցախի ֆուտբոլիստները շատ վտանգավոր է տեսնենք, բայց չստացվեց Ալեքսանդր Սարգսյանի կողմից հարվածը։ Նորից վերցրեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները, այստեղ էլ նկատել էր Արթուր Աճեմյանը թիմակցին, որ բացվել է աջ եզրով, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց եւ չհասավ թիմակից այդ
փոխանցմանը հիմա տեսնում ենք Արցախն է գրոհում, տեսնենք հիմա հարված եւ փրկում է իր թիմին այստեղ Յուվենտուսի դարպասապահը շարունակվում է եւ այստեղ հիմա ինչ արեց ուղակի Արցախի ֆուտբոլիստը շատ բարձր է հարվածում Արգամ Հարությունյանը Շատ վտանգավոր էր տեսնում ենք Արցախը շատ համարձակ է գործում Յուվենտուսի դեմ փրկեց այնտեղ իր թիմի Սերգեյ Եսայանը Նորից հեռացրեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները հիմա շարունակում են Յուվենտուսի գրոհ, տեսնենք Նորից Արթուր Աճեմյանի հետ է խաղարկում գնդակը, փոխանցում դեպի մյուս եզր Արամ Մակարյան եւ հարված այստեղ հարվածը փակեցին, հիմա կարող են հակագրոհներ Արցախի ֆուտբոլիստները, բայց չստացվեց նրանց մոտ Նորից խլեցին գնդակը այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստները Հիմա տեսնում ենք Արցախի ֆուտբոլիստներն են խլել գնդակը եւ կարող են այստեղ հետաքրքիր գրոհ իրականացնել Ալեքսանդր Սարգսյան կարող է հարված կատարել ոչ թողեց թիմակցին վտանգավոր է Ալեքսանդր Սարգսյան փոխանցում եւ ինչպիսի հարված կատարել շարունակում է գրոհ Արմեն Խաչիկյան եւ փակում է այստեղ էլ հարվածը հիմա էլ հակագրոհ կարող ենք տեսնել Յուվենտուսի կողմից Սերգեյ Ղազարյանը գնդակով տեսնենք հիմա ինչ կանի այստեղ էլ լավ գործեց հիմա պաշտպանը Արցախի ֆուտբոլիստի այնտեղ կրակոց իրականացրեց տեսանք Արցախի ֆուտբոլիստը հրաշքով փրկվեց Յուվենտուսը հիմա խաղի մրցավարը դիտում է այդ դրվագը Տեսնում ենք, որ խաղի մրցավարը դիտեց դրվագը և Յուվենտուսի դարպասին 11 մետրանոց է նշանակել շատ լավներ Այնտեղ տեսնում ենք Արցախի գրոհ, հիմա լավ շանս են ստացել Արցախի ֆուտբոլիստները հանդիպան հաշիվը բացելու համար տեսնենք հիմա ով է հարվածելու Ալեքսանդր Սարգսյանն է կարծես թե վերցրել գնդակը, տեսնենք հիմա շատ լավ շանս են ստացել Արցախի ֆուտբոլիստները կարող են առաջատարի հետ պայքարում այս պահին առաջ անցնել այս խաղում, հիմա տեսնենք Սուլիչը կա, տեսնենք Ալեքսանդր Սարգսյան և հիմա սև եղինակ է դառնում, այստեղ տեսնում ենք Սերգեյ Եսայանը իր թիմին փրկում է Ի վերջո չկարողացան օգտվել Արցախի ֆուտբոլիստները այս շանսից եւ հիմա էլ գրոհում են Յուվենտուսի ֆուտբոլիստները Արթուր Զաքարյան խաղում է թիմակցի հետ փոխանցում եւ ի վերջո անկյունային են վաստակում այս իրավիճակում Յուվենտուսի ֆուտբոլիստները հիմա կարող են պատժվել Արցախի ֆուտբոլիստները Փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ Արմեն Խաչիկյանն է հեռացնում գնդակը եւ շարունակվելու է մնալ Յուվենտուսի մոտ գնդակը
Փոխանցում այստեղ հեռացված է նորից գնդակը, հիմա էլ կարող ենք հակագրոտ տեսնել Արցախի կողմից, բայց ուշացրեց այստեղ Արշակ Գևորգյանը եւ Յուվենտուսին է նորից գնդակը լինելու։ Մխարկում են Յուվենտուսի ֆուտբոլիստները հարված այստեղ Արամ Մակարյանի կողմից, բայց Տիգրան Ոսկանյանն է փրկում իր թիմին։ Երկար փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ հասցեատեր չունեցավ այս փոխանցումը եւ նորից Յուվենտուսն է լինելու գնդակով։ Նորից գնդակով են Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ գրովում են Արթուր Աճեմյանն է գնդակով։ Տեսնենք, բայց այստեղ ոչինչ չկար, հիմա Արցախի ֆուտբոլիստներն են խլել գնդակը Ալեքսանդր Սարգսյան եւ ուշացրեց փոխանցումը Սարգսյանը։ Նշեմ, որ վերջին հանդիպումը Յուվենտուսը անցկացրել է Վոտֆորդի հետ եւ դժվարին պայքարում հաղթանակ է տոնել։ 2-1 հաշվով հաղթեցին Յուվենտուսի տղաները։ Գոլի հեղինակ դարձան Արթուր Աճեմյանը եւ Մանվել Այվազյանը։ Իսկ Արցախի ֆուտբոլիստներն են հիմա վտանգավոր է եւ այստեղ փրկվեց ուղղակի Արցախը։ Նորից շարունակում է Յուվենտուսի գրո Արթուր Զաքարյան մտնում է Զախեզրով փոխանցում, նորից հեռացված է գնդակը, նորից Յուվենտուսն է գրոն փոխանցում եւ այստեղ էլ չհասավ Արթուր Զաքարյանը այս գնդակին, իսկ Արցախը վերջին հանդիպումը անցկացրել է Պալերմոյի հետ եւ հաղթանակ է տարել 2-0 հաշվով, 2 գոլերն էլ հեղինակել է Ալեքսանդր Սարգսյանը, այսօր նա լավ շանս ունեցավ, բայց այդ շանսից չօգտվեց, 11 մետրանոցից վրիպեց Հայսպային։ Մխայի կանոնների խախտում Արշակ Գևորգյանի նկատմամբ։ Տեսնենք ինչպես կիրականացնեն այս տուգանային հարվածը Արցախի ֆուտբոլիստները, Ալեքսանդր Սարգսյանն է հիմա փոխանցում կատարեց, բայց բարձր ստացվեց։ Նորից փորձում են այստեղ մոտենալ Արցախի տուգանայինին Յուվենտուսի ֆուտբոլիստները, շատ լավ են պաշտպանում Արցախի ֆուտբոլիստները եւ այս փոխանցումն չստացվեց։ Տեսնում ենք, որ լավ են պաշտպանությունում գործում այս պահին Արցախի ֆուտբոլիստները։ Վտանգավոր է լինելու Արթուր Աճեմյան եւ բարձր հարվածեց Արթուր Աճեմյանը այստեղ, բայց վտանգավոր էր, թույլ տվեցին այստեղ հարված կատարի Արթուր Աճեմյանը Արցախի ֆուտբոլիստները։
երկար փոխանցում դեպի Արմեն Ազատյանը, բայց վերցրեց գնդակը այստեղ Սերգեյ Եսյանը եւ արագ խաղարկեց։ Նա տեսնում ենք, որ շտապում են Յուվենտուսի ֆուտբոլիստները, փորձում են ի վերջո այս խաղում հաղթանակի հասնել։ Նորից Արթուր Աճեմյանի մոտ է գնդակը։ Եվ այստեղ ի վերջո կարողացան եզրային նետում կորզել այս իրավիճակում Արցախի ֆուտբոլիստները։ Անկյուն այն է վաստակում Յուվենտուսը այստեղ, հիմա տեսնենք այս ստանդարտը ի վերջո կկարողանան արդյունք տալ Յուվենտուսի տղաներին։ Փոխանցում Տուգանային հրապարակ եւ շատ վտանգավոր էր Արամ Մակարյանն էր փորձում հարված կատարել, բայց չստացվեց նրա մոտ։ Շատ թեժ պայքար է հիմա ընթանում, հիմա էլ Արցախի ֆուտբոլիստներն են գրոհ իրականացնում, տեսնենք հիմա այստեղ Արմեն Խաչիկյանը փոխանցում ուշացեց, բայց պահեցին գնդակը, Ալեքսանդր Սարգսյան հարված եւ շատ վտանգավոր էր Արմեն Խաչիկյանի հարվածը, կարող էին արդյունքի հասնել Արցախի ֆուտբոլիստները, լավ գրոհ իրականացրեցին, բայց չստացվեց ի վերջո իրենց մոտ։ Շատ քիչ ժամանակ է մեզ մնում հանդիպման ավարտին, սիրելի ֆուտբոլիստներն հիմա վտանգավոր է, նորից փրկում է Տիգրան Ոսկանյանը իր թիմին, վտանգավոր էր այստեղ Յուվենտուսի գրոհը, բայց նորից մնում են Յուվենտուսի մոտ գնդակը եւ շարժվում են առաջ։ Արթուր Զաքարյանը այստեղ խլեցին նրանից գնդակը, հիմա էլ Արցախն է շարժվում առաջ, Արշակ Գևորգյան, բայց թիմակից չկա, բայց այստեղ էլ աչեզրով փոխանցումը չստացվեց այստեղ Արշակ Գևորգյանի։ Եվ այստեղ Տուգանային է վաստակում վտանգավոր դիրքում Արթուր Զաքարյանը։ Տեղին քարտ է ստանում, տեսնում ենք Արցախի ֆուտբոլիստը։ Շատ լարված պայքար է հիմա ընթանում, տեսնենք մեկ սխալը կարող է ճակատագրական լինել թիմերի կողմից, հիմա Արթուր Աճեմյանն է գնդակի մոտ։ Սուլի չկա, տեսնենք Աճեմյանը ինչ կանի այստեղ, հարված է կատարում, բայց նորից բարձր է հարվածում Արթուր Աճեմյանը։
Մանր խաղարկումներով Արցախի ֆուտբոլիստներն են փորձում առաջ շարժվել։ Կարողացան ի վերջո Արմեն Ազատյան թողում է գնդակը Արշակ Գևորգյանին, բայց այստեղ էլ չստացվեց Հովհաննես Վարդանյանի փոխանցումը։ Հիմա լավ է պաշտպանվում Հովհաննես Վարդանյանը եւ ի վերջո պահում է իր թիմի մոտ գնդակը։ Երկար փոխանցում Տուգանային հրապարակ, բայց եւ հիմա վտանգավոր է եւ ի վերջո կարողանում է ֆիքսել գնդակը այստեղ Սերգեյ Եսայանը, վտանգավոր խաղաց այստեղ տեսնում ենք Յուվենտուսի դարպասապահ, հիմա Յուվենտուսն էլ անցել գրոյ, շտապում են Արթուր Աճեմյան, հարված եւ փրկում է իր թիմին, հիմա Տիգրան Ոսկանյանը նորից Յուվենտուսի մոտ է գնդակը, բայց կորցնում է գնդակը Արթուր Զաքարյանը։ Երկար փոխանցում հիմա դեպի Արգամ Հարությունյանը, պահում է ի վերջո գնդակը Արգամ Հարությունյանը, տեսնենք հիմա ինչ կանի, փոխանցում, բայց այս փոխանցումը դեպի ուղղված էր Սերգեյ Եսայանը եւ վերցրեց Սերգեյ Եսայանը գնդակը, չստացվեց այստեղ էլ Արթուր Զաքարյանի փոխանցումը, տեսնում ենք, որ շտապում են Յուվենտուսի տղաները, փորձում են հաղթանակի հասնել, բայց դեռ չի ստացվում նրանց մոտ։ Լավ պայքար են առաջարկում Արցախի ֆուտբոլիստները։ Նորից խլեցին գնդակը Յուվենտուսի տղաները։ Այստեղ էլ տեսնում ենք, որ Արշակ Գևորգյանն է խաղի կանոնները խախտել։ Արթուր Զաքարյան հիանալի փոխանցում, բայց այստեղ լավ գործեց հիմա Արցախի պաշտպանը շարունակում է գրոհարված եւ շատ վտանգավոր էր հիմա Արմեն Արթուր Աճեմյանի հարվածը։ Տեսնում ենք, որ փոփոխություն է լինելու Արցախի կազմում։ Նորից երկար փոխանցում դարպասապահի կողմից Գևորգյանը դեպի, բայց պաշտպանները այստեղ հեռացրեցին գնդակը Արցախի, ոչ, ներողություն Յուվենտուսի ֆուտբոլիստների։ Արշակ Գևորգյանն է հիմա գնդակով աջ եզրում, փորձում է շրջանցել, բայց չստացվեց, Արթուր Զաքարյանը այստեղ հեռացրեց, նորից գնդակը Արցախինն է, շարունակում է այստեղ պայքարը, Արմեն Ազատյան եւ խլեցին ի վերջո նրանից գնդակը, հիմա էլ փոխանցեցին դեպի Սերգեյ Ղազարյանը, շարժվում է առաջ ձախ եզրով Յուվենտուսի հարձակվողը, տեսնենք այստեղ Աճեմյանի հետ են խաղարկում, փոխանցեց Աճեմյանը այստեղ, բայց ուժեղ ստացվեց նրա փոխանցումը եւ տեսնում ենք խաղի մրցավարը նայում է ժամացույցին, կարծես թե վերջանում է հանդիպումը։ Նորից երկար փոխանցում դարպասապահի կողմից, այստեղ Ժիրայր Անտոնյանը շարժվում առաջ, Արշակ Գևորգյան, տեսնենք հարվածը եւ գոլ! 1-0 Արշակ Գևորգյան։ Կարծես թե հաղթանակ է կորզում այստեղ Արցախը Յուվենտուսի նկատմամբ եւ գոլի հեղինակ է դառնում Արշակ Գևորգյան այս դրվագում։
Արշակ Գևորգյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է, չարեց Ալեքսանդր Սարգսյանը, հարեց ի վերջո այստեղ Արշակ Գևորգյանը։ Հիմա Յուվենտուսը նետվել է գրոյի, բայց հեռացրեց այստեղ Արմեն Խաչիկյանը, գնդակը կարող են իրենց առաջին պարտությունը կրել այս մրցաշրջանում Յուվենտուսի ֆուտբոլիստները, բայց տեսնենք դեռ ժամանակ կա, նորից հեռացված է գնդակը։ Ամբողջ թիմով տեսնում ենք, որ պաշտպանվում են Արցախի տղաները, այս հաղթանակը նրանց համար շատ կարևոր է։ Նորից հեռացնում են գնդակը ուղղակի եւ շատ հեռու են նետում։ Նորից երկար փոխանցում, հիմա հեռացնում է Կարապետ Թաշյանը, այստեղ գնդակը Արմեն Ազատյան, նորից հեռացնում է հեռու եւ վերջ կարողանում է Արցախը հաղթանակի հասնել Յուվենտուսի նկատմամբ 1-0 հաշվով Արշակ Գևորգյանի գոլի շնորհիվ Յուվենտուսը ի վերջո առաջին պարտությունն է կրում այս մրցաշրջանում, հետաքրքիր հանդիպում ստացվեց սիրելի ֆուտբոլասերներ, բայց մնացեք մեզ հետ, որովհետև մի քանի րոպեից մեկնարկելու է Լիոն Մանչեսթեր Սիթի հանդիպումը։